Հիմա ինչի են երեխաները մի քիչ գուցե կոպիտ բառը երես առած, երես տված, որտեվ իրենք ստանում են ամեն ինչը, ինչը դեռ չեն վաստակել։ Պարզա նա չպետք է գնա հող փորի կամ չգիտեմ ինչերով զբաղվի, որ վաստակի էս կամ այն բանը, բայց նա պետք է հասկանա, որ նա էլ իր ներդրումն է ունեցել ինչ որ բանի մեջ։ Այսինքն փոքր տարիքից պիտի որոշակի պատասխանատվություն։ Այո, օրինակի համար բոլոր մամաները բողոքում են, գալիս են ուշացած, բայց ինձ ադրան միջև ես դրա խաղալիքները հավաքեցի։ Չէ, ինքը թափել է խաղալիքները։ Նա պետք է իր խաղալիքները հավաքի։ Սկզբից մամայի օգնությամբ, հետո արդեն ինքնուրույն։ Ամեն դեպքում շատ մեծ հաջողությունների ավելի հաճախ հասնում են մարդիկ, ովքեր փոքր տարիքից դժվարություններ են տեսել։ Այո, որովհետև գոյություն ունի նպատակի բնաստ։ Նպատակի բնաստը պետք է զարգացնել փոքրուց։ Հիմա մանավանդ որ ծնողները, տատիկները, պապիկները մեծացել են զրկանքների մեջ չեն ունեցել։ Հիմա իրանք ուղակի շատ տալիս են։ Առաջ երեխան է, ասենք թե մի տիկնիկը քնովի տիկնիկ, սերունդ կար, այո, դա այնպիսի մի բան էր, որ նա երկար սպասված բանի որ հիմա ցանկացած 2 տարեկան երեխա տան անկյունը արդեն այդ կոտրված, ջարդված խաղալիքներ եւ խնամելն էլ չի սովորել նպատակի բնազդը պետք է զարգացվի, երեխան պետք է հասկանա, որ պետք է դնի այդ նպատակը, ճիշտ է 3 տարեկան երեխան դեռ շուտ է իր հետ այդ լեզվով խոսելը, բայց նա պետք է հասկանա, որ նա մի բան ստանալու համար նա պետք է ինչ-որ մի բան արած լինի, դրական, թեկուզ ընտանիքի համար, թեկուզ իր հետևից։ Տեսեք, առավոտյան 4 տարեկան աղջիկը մայրը ուզում է հագցնել, նա ասում է, սա չեմ հագնի, նա չեմ, դա մեծ խնդրեմ է այսօր դառել, այսինքն այդ ընտրության բանը, որ երեխան չի կարողանում, դրա համար երեխային երեկոյան ասում են դու շորիկդ պատրաստի, վաղը ինչ ես հագնելու։